Այս կենդանակերպի նշանների համար սպասված լուրը վերջապես կհասնի 2026 թվականի մայիսի 21-ին։ Ոչ թե ճակատագրի բոլոր շրջադարձերը գալիս են որոտի, կայծակի և թմբուկների ձայնի հետ։ Երբեմն դա գրեթե աննկատ է թվում։ Սովորական օրվա կեսին, որը սկզբում նման է ցանկացած այլ օրվա։ Էկրանին հաղորդագրություն է հայտնվում։ Զրույցը սկսվում է որպես արտահայտությունների պատահական փոխանակում, ապա հանկարծակի խորանում է։ Ներսում պարզություն է առաջանում, և մարդը պարզապես հասկանում է. փոփոխությունն արդեն սկսվել է, և այս անգամ այն ճիշտ է թվում։ 2026 թվականի մայիսի 21-ը կրում է հենց այս էներգիան։ Աստղաբանորեն երկինքը հատկապես ակտիվ կլինի այս օրը։ Արևը տեղափոխվում է երկվորյակների համաստեղություն, որը կապված է հաղորդակցության, հետաքրքրասիրության, ճկուն մտածողության և տեղեկատվության արագ փոխանակման հետ։ Մտքերը սկսում են ավելի ազատ հոսել։ Իրավիճակի վերաբերյալ տեսակետը դառնում է ավելի թեթև, լայն և ճկուն։ Մերկուրին արդեն երկվորյակների մեջ է, ինչը նրա համար հզոր դիրք է։ Միտքն ավելի սուր է դառնում, զրույցները արագանում են։ Բառերն ավելի հեշտությամբ են գտնում իրենց ճիշտ ձևը, և հասկացողությունը գալիս է ավելի արագ, քան սովորաբար։ Այնտեղ, որտեղ նախկինում ամեն ինչ շփոթված էր թվում, կարող է ի հայտ գալ մի պարզ, գրեթե ակնհայտ գաղափար։ Սա այն է, որտեղ մենք պետք է գնանք հաջորդը։ Միևնույն ժամանակ Ուրանը ավելացնում է իր ճանաչելի համը։ Այն անակնկալների, առաջընթացների, ներքին ներթափանցման և անսպասելի շրջադարձերի մոլորակն է։ Երկվորյակների մեջ այն բերում է նորություններ, որոնք չէին կարող կանխատեսվել, զրույցներ, որոնք փոխում են ուղղությունը, և որոշումներ, որոնք գալիս են անսպասելիորեն, այլ ոչ թե ըստ պլանի։ Երբ երկվորյակների մեջ մի քանի ուժեղ մոլորակային ազդեցություններ են համընկնում, օրվա մտավոր և հաղորդակցական էներգիան ուժեղանում է։ Գաղափարները պարզապես չեն հայտնվում, դրանք սկսում են արագ զարգանալ, ձեռք բերել մանրամասներ, կապվել միմյանց հետ և հանգեցնել կոնկրետ գործողությունների։ Երկվորյակներ։ Արևի անցումը երկվորյակների մեջ ձեզ համար պարզապես ևս մեկ աստղագիտական իրադարձություն չէ։ Սա ձեր անձնական սեզոնի սկիզբն է։ Այն ժամանակահատվածը, երբ կյանքը կարծես վերադառնում է ձեր բնական ռիթմին, և իրադարձությունները սկսում են շարժվել այնպես, կարծես աշխարհը վերջապես հիշում է ձեր լեզուն։ Էներգիան վերադառնում է։ Հետաքրքրասիրությունը արթնանում է։ Մտքերը դառնում են ավելի թեթև, արագ և ավելի ընդարձակ։ Դուք կարող եք զգալ, որ վերադառնում եք ինքներդ ձեզ ավելի ծանր, դանդաղ կամ խիտ ժամանակից հետո, քան կցանկանայիք։ Եվ այս անգամ դուք միայնակ չեք այս էներգիայի մեջ։ Մերկուրին արդեն երկվորյակների մեջ է, բարելավելով ձեր պարզությունը, խոսքը, արձագանքման արագությունը և հարմարվողականությունը։ Գաղափարները արագ են գալիս, կապերն ավելի հեշտ են, բառերն ավելի ճշգրիտ են դառնում, քան վերջին շաբաթներին, և դուք վերջապես կարող եք ասել այն, ինչ նախկինում չէիք կարողանում արտահայտել։ Ուրանը նույնպես ներկա է ձեր նշանում, ավելացնելով անակնկալի տառ։ Նրա ազդեցությունը բերում է հանկարծակի հայտարարություններ, շրջադարձեր և պտույտներ, որոնք չէին կարող պլանավորվել, և իրադարձություններ, որոնք այնքան էլ պլանավորված չեն, որքան որոշված են ճիշտ պահին։ Միասին այս էներգիաները ստեղծում են կենսունակ, դինամիկ մթնոլորտ, որտեղ կյանքի ուղղությունը կարող է փոխվել բառացիորեն մեկ զրույցով։ Մեկ հաղորդագրությունը կարող է շատ բան փոխել։ Այն պարտադիր չէ, որ լինի ինչ-որ բարձր կամ դրամատիկ բան։ Երբեմն ճակատագիրը գործում է ավելի համեստորեն։ Արտահայտում, առաջարկ, պատասխան, հրավեր, կարճ պատասխան, որը բացում է դուռը։ Եվ հանկարծ ինչ-որ բան, որը երկար ժամանակ անշարժ էր, սկսում է շարժվել։ Մասնագիտական ոլորտում սա կարող է դրսևորվել որպես անսպասելի ճանաչում։ Երկար ժամանակ անտեսված միտքը վերջապես ուշադրության է արժանանում։ Զգուշավորությունը կարող է վերածվել հստակ այոյի։ Հնարավորությունը, որը թվում էր հեռավոր, դառնում է շոշափելի։ Ցուլ։ 2026 թվականի մայիսի 21-ը
Ձեզ համար կժամանի հանգիստ թեթևության զգացումով, ոչ թե աղմկոտ, ոչ թե թատերական, այլ խորը, մարմնական, գրեթե ֆիզիկական։ Կարծես ներսում ինչ-որ բան վերջապես արտաշնչում է երկարատև ջանքերից հետո։ Վերջերս շատ բան է պահանջվել ձեզանից, ոչ թե հանկարծակի հարվածներով, այլ դանդաղ և համառորեն, այնպես ինչպես կյանքը երբեմն փորձարկում է համբերությունը, դիմացկունությունը և նվիրվածությունը սեփական ուղուն։ Եվ այնուամենայնիվ դուք շարունակեցիք առաջ շարժվել, քայլ առ քայլ, առանց ավելորդ աղմուկի, առանց փորձելու խուսափել բնական գործընթացից։ Այսօրը կարող է բերել այն բանի հաստատումը, ինչը դուք վաղուց զգացել եք խորքում։ Ձեր կայունությունը գործում է։ Սա կարող է լինել հաղորդագրություն, որոշում, գործնական համաձայնություն կամ զարգացում, որը մակերեսորեն պարզ է թվում, բայց մեծ կշիռ ունի։ Աշխատանքի վայրում դա կարող է լինել պարտավորություն, որը վերջապես ձևակերպվում է։ Նախագիծը կայունանում է։ Դուռը բացվում է ոչ թե այն պատճառով, որ դուք այն քանդել եք, այլ որովհետև դուք երկար ժամանակ և ճիշտ եք աշխատել դրա ուղղությամբ։ Ձեր անձնական կյանքում դա կարող է լինել պարզություն, այնտեղ որտեղ նախկինում հարցեր էին մնացել, կամ հետադարձ կապ, որը հասկացողություն է բերում, այլ ոչ թե նոր անհանգստություն։ Այստեղ անհրաժեշտ չէ որևէ բան չափազանցնել։ Պահի ուժը հենց դրա պարզության մեջ է։ Ձեզ համար կարևորը ոչ թե փայլուղն է, այլ իրականը, ոչ թե ակնթարթային հաճույք խոստացողը, այլ այն, ինչը տևական է։ Եվ հենց դա է այսօրվա տոնը բերում։ Ձեր նշանի մեջ գտնվող Մարսը նույնպես ինչ-որ բան է փոխում ձեր մեջ։ Այն ամրապնդում է ձեր ուղղության զգացումը։ Դուք այլևս պարզապես չեք սպասում, որ հանգամանքները դառնան ավելի հարմար։ Դուք սկսում եք զգալ, որ կարող եք ինքներդ ձևավորել դրանք, հանգիստ, հստակ, առանց կորցնելու ձեր կենտրոնը։ Շտապելու կարիք չկա։ Անհրաժեշտ չէ համեմատել ձեր տեմպը ուրիշների հետ։ Այժմ ձեր արագությունը թուլություն չէ, այլ առավելություն։ Քշերք 2026 թվականի մայիսի 21-ը ձեզ համար զգացվում է որպես լուռ ներքին բացահայտում։ Կարծես մի պատուհան, որը չափազանց երկար է փակվել, վերջապես բացվում է և սենյակ է մտնում թարմ օդ։ Դրա հետ մեկտեղ գալիս է նոր հայացք ինքներդ ձեզ, ձեր ցանկություններին և ձեր ապագա հնարավորություններին։ Ոչ թե այն պատճառով, որ դուք մոռացել եք, որ կյանքը կարող է ավելի մեծ լինել, այլ այն պատճառով, որ ժամանակի ընթացքում ինչ-որ բան ձեզ ստիպել է մտածել, որ ավելի անվտանգ է չափազանց շատ չձգվել։ Ավելի լավ է հարթել իրավիճակը։ Ավելի լավ է չխախտել հավասարակշռությունը։ Ավելի լավ է պահպանել ներդաշնակությունը, նույնիսկ եթե դա գնով է գնում ձեր սեփական ընդլայնման։ Պլուտոնի վերջին հետադարձ շարժումը ջրհոսում խորը ֆոն է աշխատել։ Այն ընդգծել է այն տեղերը, որտեղ դուք չափազանց շատ եք հարմարվել, որտեղ փողզիջումը դարձել է սովորություն, որտեղ ձեր ձայնը դարձել է ավելի հանգիստ, ուրիշներին ավելի հարմարավետ դարձնելու համար։ Յուրաքանչյուր շրջադարձ անմիջապես շրջադարձ չի թվում։ Երբեմն այն պարզապես առաջին քայլն է թվում այն ուղղությամբ, որով դուք վաղուց եք նախատեսված գնալու։ Նիլ դեգրաս Թայսոնը մի անգամ նկատել է. «Տիեզերքը պարտադիր չէ, որ իմաստ ունենա ձեզ համար»։ Եվ գուցե այդ պատճառով է, որ ամենակարևոր նշանները հազվադեպ են գալիս նախապես փաթեթավորված։ Դուք պետք է զգաք դրանք, լսեք դրանք և չվախենաք այն բանից, ինչը հանկարծակի պարզ է դառնում ձեր ներսում։ Շարունակեք ուսումնասիրել մոգությունը, աստղագուշակությունը և նուրբ նշանների լեզուն։ Երբեմն այն օգնում են ձեզ տեսնել ուղին, նախքան այն ակնհայտ կդառնա։